Աշոտքի սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորդ, ողջունում եմ։ Մեծ հաճույք է ինձ համար այստեղ գտնվելը եւ այստեղ ձեզ հետ հանդիպելը։ Ես ճիշտ ասած չեմ հիշում ով կհիշի գործընկերներից, սա իմ 4-րդ թե 5-րդ այցն է, երրորդն է հաստատ, բայց ես հիշում եմ մի անգամ եկել ենք այս հրապարակը քանդած շինարարության վիճակում էր։ Այդ առաջ անգամն է եղել։ Հետո ես հիմա ինչ եմ տեսնում եմ հրապարակը բարեկարգած։ Ժողովուրդ, Աշոտքի հրապարակը այս վիճակում վերջին անգամ երբ է եղել։ Այսինքն ամեն դեպս անկախություն, ես հիշում եմ այդ ժամանակ գորեկել էինք, ճիշտ 72 թվից հրապարակը այս վիճակում չի եղել։ Հետո ես սուբվենցիոն առաջին ծրագրերից մեկն է պուրակը եւ մեր նահատակների հուշահամալիրը։ Հիմա ես տեսնում եմ, որ Աշոտքի միջնակարգ դպրոցը հիմնանորոգված է, համայնքի ղեկավարի հետ խոսում էինք, ասեց, որ գույքը ստացել եք, ներառյալ լաբորատորիաները եւ այլ ամեն ինչը տեղում է։ Հիմա ես ներս մտա տեսա, որ մշակույթի տունը նորոգվում է։ Այս ամեն ինչը ինչ է նշանակում։ Այս ամեն ինչը նշանակում է, ես հանրապետության համար եմ ասում, բայց շատ կարևոր է, որ դա կոնկրետ բնակավայրում էլ է արտահայտվում։ Այս ինչ որ թվարկեցի եւ համայնքի ղեկավարն ասեց, այս բան 900 միլիոն դրամի ծրագիր։ Մանկապարտեզ եղել է բանում Աշոտքում։ Այսինքն շինարարություն ունենք, կառուցվում է թե վերակառուցվում։ Կառուցում ենք նոր մանկապարտեզ։ Շատ լավ, բայց ես ինչի համար եմ ասում, ես որ հանրապետության համար ասում եմ, որ Հայաստանը մաքարման եւ գոյատևման օրակարգը հաղթարել է եւ մտել է կյանքի եւ ապրելու օրակարգի մեջ։ Այս սրա մասին է, ժողովուրդ ջան, որովհետեւ Աշոտքը սա ապրող բնակավայրի հրապարակը։ Նա այո, զոհերի հուշարձանը, նահատակների հիշատակը հարգող եւ ապրող բնակավայրի պուրակը, որովհետեւ մենք ապրում ենք այդ թվում մեր նահատակների հիշատակը հարգելով եւ մեր ապրելը եւ Հայաստանի բարձրանալը, Հայաստանի զարգանալը, Հայաստանի ծաղկելը այդ թվում մեր նահատակների հիշատակը բարձր պահելու միջոցը եւ մեթոդը։ Ես ավելի լավ ձև չգիտեմ բարձր պահելու մեր նահատակների հիշատակը, քան խաղաղ, զարգացած, անվտանգ, բարեկեցիկ, ազատ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես ձեզ այսօր ողջունում եմ ազատ, խաղաղ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում։ Երբ որ Շիրակի մարզում ընդհանրապես ես ասեմ, մեր ամենամեծ դժվարությունն է, որ մենք հայտարարում ենք, ասում ենք 400 միլիոնի ներդրում ենք արել մենք Շիրակի մարզում 2018 թվականից։ Եվ միշտ չի, որ բոլոր բնակավայրերում չի, ես ձեզ անկեղծ եմ ասում, ծրագրերը եւ դպրոցները այնքան շատ են, որ ես մարզպետների հետ եթերում նույնիսկ ուղ եթերում հարցնում եմ, ես այդտեղ այցելել եմ, թե չեմ այցելել, ասում են հա այցելել եք։ Այսինքն ես շատ ուրախ եմ, որ այնքան շատ են դպրոցները, որ ես մոռանում եմ, արդեն խառնում եմ, որը որն էր, նորակառույցեր վերականգնված էր, թե եւ սա կյանքի մասին է։ Սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունում եկել է կյանքի մեջ լինելու, կյանքը վայելելու եւ կյանքը ապրելու ժամանակը եւ այդ ճանապարհով ենք մենք այսօր գնում։ Եվ ես այսօր շատ ուրախ եմ, որ 300 դպրոցներից մեկը Աշոտքում է։ Եվ սա մենք դպրոցների միջայլոց, մենք ճիշտ է փաստաթղթերում այսօր էլ մարզպետի հետ եթերի ժամանակ գրած էր վերանորոգում, բայց մենք վերանորոգում ընդհանրապես չենք անում։ Մենք հին պատերի մեջ կառուցում ենք նոր դպրոց
Եվ այս դպրոցը հին պատերի մեջ նոր դպրոց է կառուցվել։ Ես ճիշտ է ներսը չեմ եղել, բայց Արսեն ես գիտեմ այն ստանդարտը, որը սահմանված է։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ դպրոցը, Աշոտսկի միջնակարգ դպրոցը իր ողջ պատմության մեջ երբեք այսպեսին չի եղել։ Եթե գույքը եւ լաբորատորիա մարզադահլիճ ունի, թե չունի, մարզադահլիճ ունի։ Ուրեմն եթե գույքը եւ լաբորատորիան ստացել են, երբեք Աշոտսկի դպրոցում այդպիսի լաբորատորիաներ չեն եղել, երբեք այդպիսի մարզագույք չի եղել, եւ սա նշանակում է, որ Աշոտսկի երեխաների հեռանկարը երբեք այդպիսի լուսավոր չի եղել։ Ես մեծ հաճույքով եմ արձանագրում, որ մենք այսօր 2018 թվականից այսքոմ մենք 7 տարբեր որոշումներով թոշակներ ենք բարձրացրել ժողովուրդ։ Ես 8 տարի վարչապետ եմ, 7 տարբեր որոշումներով մենք բարձրացրել ենք թոշակներ։ 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը, որից այսօր արդեն օգտվում է 531,000 թոշակառու։ Մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել 65+ տարեկան մեր թոշակառուները, պետությունը ապահովում է մեր թոշակառուների նվազագույն առողջապահական կարիքները, բայց դա շատ մեծ բան է, սա շրջադարձային եւ հեղափոխական նշանակության բարեփոխում է, մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը, բայց մենք այդ մասին չենք խոսում, բայց մենք մոռանում ենք, որ 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության համակարգն էլ աշխատում։ Ճիշտ է, իրանք վճարում են 11,000 դրամ ամիսը, բայց նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով, որպես սոցիալական կրեդիտ իրենք այդ գումարի առնվազն կեսը չէ, Տիկին Ավանեսյան, 6,000 դրամը մեծ մասը հետ են ստանալու եւ այսօր 1,700,000 Տիկին Ավանեսյան, 1,700,000 մարդու առողջապահական նվազագույն կարիքները բավարարված են եւ մենք առաջիկա 2 տարիներին ամբողջ բնակչությանն ենք ներառելու առողջության ապահովագրության մեջ եւ սա էլ է նրա մասին, որ կյանքի ժամանակն է եկել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին ես դες խոստացել էի, որ Հայաստանի քաղաքացին հիվանդանոցի դռներին չի մնալու եւ այսօր Հայաստանի քաղաքացին հիվանդանոցի դռներին չի մնում։ Մենք ուսուցիչների կամավոր ատեստավորմամբ աշխատավարձը ընդཐུպ կրկնապատկելու հնարավորություն ենք ստեղծել եւ մենք հաջորդ փուլով ուսուցիչները նոր կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն են ստանալու եւ եթե առաջին ատեստավորումով դրույքաչափը 100,000-ից դառնում էր 200,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը, հաջորդ փուլում դառնալու է 300,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը, բայց կարևոր է, որ ամեն 5 տարին մեկ ուսուցիչը կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն ստանալու։ Սա նշանակում է, որ ոչ թե մենք մի անգամ աշխատավարձ ենք բարձրացնում, հետո սպասում, որ այդ աշխատավարձը իր գնողունակությանը այնքան գցի, որ իր կեսին հասնի, այլ մենք մեխանիզմ ենք դնում ամեն 5 տարի մեկ ուսուցիչը պետք է կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն ունենա։ Նույնն էլ միջին կենսաթոշակի վերաբերյալ։ Այսօր միջին կենսաթոշակը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Նվազագույն սպառողական զամբյուղը մարդու միամսվա մինիմալ կարիքն է։ Ոչ թե սննդի, այլ ամբողջ կենցաղային մինիմալ կարիքը ներառյալ, ես ասում եմ մարդը իր սնունդը մի կենսաթոշակառուն, մի թոշակ, այսինքն մի թոշակը միշտ թոշակառուն իր սնունդը կարա ապահովի, տարվա մեջ կարա մի զույգ կոշիկ առնի, մի հատ բաժակ առնի, մի հատ սուրճի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի։ Սա էլի եմ ասում, մեր երազանքի գագաթնակետը չի, բայց էլի ուզում եմ հիշեցնել, որ 18 թվականի 16,000 թոշակով թոշակառուն հաց ու պանիր չէր կարա առնել ամբողջ ամսվա ընթացքում։
Բայց մենք սրանով էլ կանգ չենք առնում, որտեվ գնաճ ալինելու անխուսափելի։ Եվ մենք ասում ենք, երբ որ մենք կտեսնենք, որ գնաճը այնքան եղել է, որ միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից իր գնողունակությամբ իջել է ներքև, մենք առնվազն գնաճի չափով կկոմպենսացնենք, ինդեքսավորենք, որ այս նշաձողից ներքև մեր կենսաթոշակառուների կենսամակարդակը երբեք չընկնի։ Եվ այսօր ավելին ասեմ, մենք այսօր ասում ենք 10,000 բուն թոշակի ավելացումը, 10,000 անկանխիկ առևտրի հետ վճարը, այդքան ենք բարձրացրել թոշակը, բայց այսօր բազմաթիվ թոշակառուներ նախկինում էլ ամենամիս քրոնիկ հիվանդությունների բերումով դեղեր են գնել, մեկը 5,000 դրամի, մեկը 6,000 դրամի, մեկը 10, մեկը 20,000 դրամի, այսօր այդ դեղերը իրանք ստանում են պետական բյուջեի հաշվին, սա նշանակում է իրենց փաստացի եկամուտը ոչ թե 20,000-ով, այլ 40,000-ով, 30,000-ով, դեպքա նույնիսկ 50,000-ով ավելացել է, եւ սա շատ մեծ իրադարձություն է։ Այսօր մենք Հայաստանում պաշտպան հայրենիա ծրագիրն ենք ներդրել բանակում, որ 18 տարեկան ժամկետային զինծառայողը զորակոչվում է բանակ, 6 ամիս վերապատրաստվում է, պայմանագիր է կնքում, ատեստավորվում է եւ հետագա 5 տարիներին ծառայությունը շարունակում է, մարտական հերթապահությունից դուրս գնում է, իրանց տանն է քնում եւ պլյուս կախված իր ատեստավորման տոկոսից ամիսը 300,000, 400, 500, 600,000 փողա տանում իրացուն եւ եթե նախկինում իր ծնողները պետք է մտածեին գուլպաու քաղցրավենիք ուղարկեն իրան, որ իրանց երեխուն բանակում պահեն, այսօր մեր զինվորն է իր ընտանիքը, այդ թվում նաեւ իր ծնողներին պահում, այդ է փոխվել, կա ձեր տղան ծառայում է, ով ինչքան է ստանում, տղան ծառայում է 340,000, 1000 ներողություն, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, կներեք, դուք վերջին անգամ ձեր աշխատանքային կարիերայի ընթացքում երբեք 340,000 աշխատավարձ ստացել։ Ձեր ամուսինը աշխատում է։ Այսինքն ձեր ընտանեկան բյուջե 340,000 դրամանոց եկամուտ ունեցող եղել է թե չի եղել։ Ես սրա մասին եմ ասում, ավելին, տղան դեռ շանս ունի, կարա ատեստավորմանը պատրաստվի, հաջորդ փուլում կարա 340-ը դառնա 440, 540, ընդհուպ մինչև 600, այսօր մենք զինվոր ունենք շարքային կազմի պայմանագրային, որ 700,000 դրամ վարձատրություն է ստացնում, դեռ ավելին, տղան 5 տարի ծառայելուց հետո, երբ որ ավարտվեց 5 տարին, 5 միլիոն դրամ էլ լրացուցիչ պարգևավճար է ստանալու եւ բերելու է իր տուն կամ տանելու է իր ինչ ուզենա անել, ավտոյի առնելու, չգիտեմ, ինչ ուզում է այն էլ անելու է։ Ժորժ ջան, շատ Չէ, սպասեք, ես շարունակեմ, ում։ Կտամ, կսարքենք, 500 մանկապարտեզ կառուցել ենք, եւս 100-ն էլ պետք է կառուցենք, ինչի 100-ը, որովհետեւ մեր հաշվարկով այդքան է պահանջարկը, եթե պարզվի, որ 200-ի կարիք կա, 200-ը կկառուցենք, բայց մենք հիմա երեխեքին ուրիշ բան ենք խոստանում, ասում ենք 100, նախ 300 դպրոցին հաջորդելու է հաջորդ 300 դպրոցը, երկրորդը 100 կոմբինացված խաղահարապարակներ են կառուցելու ամբողջ հանրապետությունով, նաև 100 սպորտ դպրոց, արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, որպեսզի մեր երեխեքին համար, այսօր մեր դպրոցներում ես համոզված եմ, այնտեղ մուտքի մոտ մի բան է կպցրած, կապույտ ֆոնի վրա, գրած է, լավ սովորի, որ լավ ապրես։ Այս դպրոցները մանկապարտեզները մենք չենք կառուցում, Ժորժ ջան, որ կանք ձեր մոտ գլուխ գովենք։ Մենք կառուցում ենք, որ մեր երեխեքը լավ ապրեն, որովհետև 21-րդ դարում մարդը լավ կարա ապրի միայն կրթության միջոցով, միայն սովորելով իր աշխատանքը ավելի լավ անել, միայն այդ ճանապարհով։ Բայց շատ կարևոր է նաև արձանագրել, թե մենք ինչի հաշվին ենք այդ ամեն ինչ անում, Ժորժ ջան, ինչի հաշվին ենք անում։ 2018 թվականից մենք 6.6 միլիարդ լրացուցիչ
դոլար պետական բյուջեի եկամուտներ, այդքան լրացուցիչ եկամուտ ենք բերել պետական բյուջեին, այլ պայմաններում եթե հեղափոխություն տեղի չունենար, այն հիշում եք այն ժամանակ, որ ասում էին $1 միլիարդ, չգիտեմ, դուրս է գալիս նախկին իշխանությունների ժամանակ, այդ $1 միլիարդ, 6.6 միլիարդ մենք մենակ բյուջեի եկամուտները, որ ստվեր է եղել հոսելասրանների գրպանը, մենք բերել ենք պետական բյուջե։ Մենք Զանգեզուրի պանձամոլիբդենային կոմբինատով մենակ 2018-ից 2025 թիվը 300 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ ենք ապահովել պետական բյուջեի համար եւ պլյուս 21 ավելի քան 21% պետական բաժնեմաս ենք ապահովել։ Մենք ֆինանսների նախկին նախարարի տունը Միացյալ Նահանգներում վաճառքի է հանվել եւ այդ գնի 70% հիմա փոխանցվում է Հայաստանի պետական բյուջե։ Մենք Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը ծիծաղելի կոպեկներով սեփականշնորհված է եղել, վերադարձրել ենք եւ դարձրել ենք պետական սեփականություն եւ դրանից հետո պարզել ենք, որ կալուգացի օլիգարխի գլխավորությամբ հեծը մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի, քաղաքների բնակավայրերի վրա ավել հոսանքի գումար է գրել եւ այդ գումարը մցրել սեփական գրպանը։ Այս երկու օրը ինձ ասում են, այդ իրանց կլանի մի ներկայացուցիչ է բացահայտվել, որը շարքային լույսի մարդ է։ Երևանում 11 հատ տուն ունի, 11 հատ բնակարան, 11-ն էլ վարձով տված։ Եվ էսա այդ մարդկանց կերպարը եւ հենց մի հատ էլ եկել են խոսում են հայրենիքից, հայրենասիրությունից, մյուս կողմից որտեղ կանում են տանում են կաշառքներ են բաժանում, որ Հայաստանի համար խնդիրներ ստեղծեն, չգիտեմ արտահանման, ներմուծման, ճանապարհի եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց իրանք չեն կարող ստեղծեն այդ խնդիրները, գիտեք ինչի, որովհետեւ ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ համ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ է, համ էլ բարձրագույն խորհրդի անդամ է։ Ես բավարար լծակներ ունեմ Եվրասիական տնտեսական միությունում մեր շահերի հետ կապված հարցերը լուծելու։ Ավելին ասեմ, այսօրվանից Ախալքալակ Կարս երկաթուղին բացվել է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի շուկա, Հայաստանի ապրանքների համար շուկա է բացվել պոտենցիալ Թուրքիայում, Սիրիայում, Եվրոպական միությունում եւ Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրներում, ինչպիսին օրինակ Մոնտենեգրոն է, որի հետ մենք բարձր մակարդակի հարաբերություններ ունենք, եւ ինչ այլոց վերջերս Մոնտենեգրոյի նախագահ եկել էր եւ մենք պայմանավորվեցինք, որ ինքը առաջիկայում պետական այցով կայցելի Հայաստան, Մակեդոնիայի նախագահ այցելել էր Հայաստան եւ նաեւ Սերբիայի հետ մենք հարաբերություններ ունենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք մեր բիզնեսի համար բացում ենք նոր շուկաներ, իսկ պատերազմի եռագլուխ կուսակցությունը աշխատում է, որ փակի շուկաները։ Մենք բացում ենք, իրանք աշխատում են, որ փակեն գոյություն ունեցող շուկաները, բայց մենք հին շուկաները պահելու ենք, նոր շուկաներ են ստեղծելու ենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է եւ պիտի ծաղկի, զարգանում է եւ պիտի զարգանա, ավելի բարեկեցիկ է դառնում եւ դա պետք է շարունակվի։ Բայց կարևոր է նաեւ խոսել այն մեծ իրադարձության մասին, որ տեղի է ունենալու մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում։ Ես չգիտեմ, հրավիրեմ ձեզ ժողովուրդ, թե հեռու է։ Կգաք, բայց առնվազն ներկայացուցչական խումբ կարող է գալ, որովհետև իհարկե հեռուստացույցով ցույց ենք տալու, բայց այն օրը մի հատ դեպք ա եղել, այն օրը չէ, մի 3 շաբաթ առաջ մի դեպք ա եղել, այդ դեպքից շատ ազդվել եմ եւ որոշում եմ կայացրել, իսկ այդ դեպքը հետեւյալն է, մետրոյի Սասունցի Դավիթ կայարանում էր, մի քաղաքացու հետ տենց շփվում է, ինքն է մի քիչ տենց բան էր, քննադատաբար էր տրամադրված, ասցի դե խոսացինք տարբեր բաներից, ասցի սա զորահանդես ենք անելու, բանը ասեց հա լավ ախպոր նման գիտեմ, հա ինչ եք անելու, ասցի ինչ ենք անելու, ինչ գիտես, ասում են գիտեմ, հեսա մուլյաժները, մակետները բերելու եք ստից անցկացնեք տելևիզորով ցույց տաք իբր զենք հա,
Այդ խոսակցությունը շատ ծանր տարա ես, շատ ծանր տարա, ոչ մի բան չասեցի, ներս գցեցի այդ խոսակցությունը ու հետո մտածեցի լավ, ո՞նց են մարդիկ սենց բան մտածում, բայց եթե մտածում են ես պետք է մի բան անեմ, չեմ կարա տենց, հետո գտա լուծումը, սովորաբար զորահանդեսը այդ սպառազինությունը գալիս Հանրապետության հրապարակով անցնում ու հեռանում, բայց այս անգամ տեն չի լինելու, այդ սպառազինությունը Հանրապետության հրապարակից մտնելու է Տիգրան մեծ պողոտա եւ մայիսի 28-ին մինչեւ կես գիշեր մնալու է փողոցում եւ քաղաքացիների մուտքը լինելու է ազատ, մինչեւ իհարկե այնքան չէ որ մտնեն այնտեղ բանանեն, քանդեն հավաքեն, չէ, բայց որպեսզի ժողովուրդը գա, տեսնի, ուրախանա եւ հպարտանա իր նոր բանակի համար, իր նորագույն սպառազինությամբ զինված բանակի համար, որը իմիջայլոց պատերազմի համար չի, այլ խաղաղության համար է, որովհետև ուժեղ եւ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը գայթակղիչ է ագրեսիայի համար, մենք չենք կարող այդպիսի բան թույլ տալ։ Ես ձեզ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ուրեմն մեր բանակի հրետանային հիմնական միջոցը միջև այս եղել է D30 հրանոթը։ Ուրեմն առաջին անգամը որ Հայաստանի բանակը ունի Զավադսկոյ D30 առաջին անգամ այս մեկը այն որ Սերժ Սարգսյանն ասում էր 80-ականների զենքեր գլուխա գոված է ժողովուրդ ջան գլուխա գոված է զենքերը 80-ականների չէին զենքերը 70-ականների էին 60-ականների էին 50-ականների էին այդ որ մենք ասում ենք կանսերվի կոկոշները նկատի ունենալով կանսերվի կոկոշները որ կախածա դիրքերում իրականում ցավոք մեր սպառազինության մի մեծ մասն է եղել կանսերվի կոկոշ ու նրանք թալանել են երկիր ասելով որ բանակի համար այնքան որ մենք էլ ենք հավատացել բայց ես ձեզ ասում եմ առաջին անգամը որ մենք յուղը վրեն D30 ունենք Հայաստանում մնացածը միշտ նախկինում եղել է դուրս գրման եզրին պռնկին գտնվող բայց ես ձեզ ուրիշ բան եմ ցույց ասելու ուշադրություն կդարձեք D30-ը իր չափերով չնայած որ Զավադսկոյ եւ այն նոր հրետանին որը դուք էլի տեսնեք մենակ չափերին նայեք մենակ չափերի տարբերությունը նայեք եւ ձեզ համար ամեն ինչ པարզ կլինի եւ ես ասում եմ այն դարաշրջանը երբ որ Հայաստանը մաշած գրեթե մետաղի ջարդոնի կարգավիճակի զենքեր էր նվեր ստանում այդ դարաշրջանը փակված է Հայաստանը գնում է նորագույն ռազմական տեխնիկա որը արտադրված է իր համար եւ իր պատվերով եւ ես ուրիշ բան ասեմ ես իրականում որ ասում եմ Տիգրան մեծ պողոտայում ենք շարելու ամեն ինչ չէ որ մենք կարողանալու ենք Տիգրան մեծ պողոտայում շարել որովհետեւ առնվազն մի միջոց կա որ մենք հազիվ ենք մի կերպ ենք հասցրել Հանրապետության հրապարակ որտեղ պաշտպանության նախարարը անդադ ասում էր լավ գուցե չբերենք ասում է չէ մենք պետքա ցույց տանք ժողովրդին այդ միջև Հանրապետության հրապարակ ընդ որում քանդում հավաքում են էլի ուրիշ տեղ քանդում են բերում թե հավաքում են այդ չեն կարալու Տիգրան մեծի պողոտա ինքը թրջող սարքա ուղղակի իր թևի լայնությունը այնքան է որ Տիգրան մեծի պողոտա չի կարա մտնի եւ մնալու է Հանրապետության հրապարակում այդ մեծ օրը եկեք տեսեք դուք տեսնելու եք նոր բանակ նոր սպառազինությամբ նոր հագուստով եւ նոր ռազմավարությամբ ու նոր մարտավարությամբ բարև եղբայր բայց եկեք չէ էլի հարցեր շատ լավ Հերթով սպասեք ժողովուրդ սպասեք այդ բանը զորահանդեսը հորով մորով անենք հետո կանցնենք մյուս հարցերին ժողովուրդ ջան այս ամեն ինչ իհարկե ինչ որ ասի շատ կարևոր է բայց ամենակարևորը չի ամենակարևոր նախ այն է որ մենք ասում ենք որ այդ բանակը մեզ պետքա միայն ու միայն
մեր երկրի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Այս տարածքից դուրս, այս որ գլխից վրա տեղ ունի, այս տարածքից դուրս մեր բանակը չի կիրառվելու։ Եվ սա պետք է արձանագրի, սա պետք է լինի մեր պետական ազգային ռազմավարությունը։ Հակառակ ես ձեզ իմիջիալոց ամսի 28-ի ելույթում կասեմ ինչու եւ ինչպես մենք այդ բանակը ունենք հիմա եւ ինչու այդ բանակը չենք կարող ունենալ եւ չենք ունեցել 2020 թվին 21 թվին։ Սա շատ կարեւոր հարց է։ Սա շատ, բայց այսօր չեմ անդրադառնա այդ թեմային։ Բայց ես ուզում եմ ասել, որ ամենակարևոր ասելիքն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Արդեն 2 տարի մենք զոհ չունենք մեր սահմանին, ոչ էլ վիրավոր ունենք, ոչ էլ կրակոցը 2025 թվականի օգոստոսի 8-ից չունենք կրակոց։ Մեր սահմանամերձ գյուղերի մարդիկ վերջապես հանգիստ դուրս են գալիս իրենց բակ, նստում են սուրճ են խմում։ Էլ կուզեկուս չեն իրանց խոհանոցից, իրանց հյուրասենյակ գնում եւ քնում են հանգիստ։ Եվ 9 ամսական մեր խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենամեծ ուրախությունն է եւ այդ ընտանիքի ամենակարևոր անդամը։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի մեկ այլ ընդհանրություն եւս, եթե մենք նրա մասին հոգ չտանենք, նա չի ապրի, ժողովուրդ, չի ապրի եւ խնդիրը հենց սրա մեջ է։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է մենք մեկը դեր չենք կարող կանգնել խաղաղությանը, եկեք հանձնենք որփատուն, եկեք հանձնենք ուրիշին այդ խաղաղությանը։ Մենք սրա հետ համաձայն չենք 2 պատճառով, որտեղ եթե մեր խաղաղությունը հանձնենք որփատուն եւ ուրիշի խնամքին, այդ նշանակում է մենք մեր ճակատագրի ղեկը էլի տալիս ենք ուրիշներին եւ երկրորդը մենք համոզված ենք, որ Հայաստանում արդեն իսկ կա ժողովուրդ եւ քաղաքացի, որ կարող է տեր կանգնել խաղաղությանը։ Եվ ուրեմն այդ է պատճառը, որ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետև սա պաշտոնի կռիվ չէ, սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի, որը այսօր է եւ հանուն խաղաղության։ Եվ ուրեմն 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Աշոտքին, Շիրակին, Երևանին, Հայաստանին, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետություն։ Ու այսօր մարդիկ հարց են տալիս, թե ինչ ելք կունենա առաջկա ընտրությունները։ Մարդիկ իրար են հարցնում, մարդիկ ծանոթներին են հարցնում, մարդիկ նույնիսկ արհեստական բանականությանն են հարցնում, բայց ես ձեզ ուզում եմ կոչ անել, որ դուք ձեզնից յուրաքանչյուրը այդ հարցը տա, միայն ինքը իրեն, որովհետև եւ ընտրությունների ելքը, եւ Հայաստանի հետագա ընթացքը, եւ խաղաղության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը, պատկերացնում եք, մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ երեխեք դուք չեք մասնակցում քվեարկությանը, դուք սպասեք, դուք հələ 18 տարեկան կդառնաք նոր, չնայած այդ մեկ մարդը ձեր ծնողներն են, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես,
եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ելով այդ մեկ մարդը, խնդրում եմ ձեր բարձրացնի այդ մեկ մարդը, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Աշոտքին, Շիրակին, Երևանին, Հայաստանին, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Ժորժան, եւս երկու հայտարարություն։ Մեր եզրափակիչ հավաքը Շիրակի մարզում տեղի է ունենալու վաղը ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ 20:00-ին ճշգրիտ 20:00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում բոլորիդ սիրով հրավիրում եմ եւ բոլորիդ սիրով սպասում եմ, այնտեղ կլինեն ելույթներ, այնտեղ նաեւ ես ելույթ կունենամ, բայց նաեւ կնվագեմ վարչապետի հետ ձեզ համար իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը եւ դրոն շոու կունենանք նաեւ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար